Ով որ չի լսում ականջով, կլսի թիկունքով։ Գրաբարյան հետաքրքիր այսպիսի մի ասացված կա. ով ոչ լվիցե ունկամբ, լվիցե թիկամբ։ Ով ականջով չի լսում, թիկունքով կլսի։ Աստված մարդկանց հետ ինչպես է խոսում։ Խղճի ձայնով, ներքին խղճի ձայնով։ Օրինակ Ադամի հետ ինչպես էր խոսում։ Խղճի ձայնով էր խոսում Ադամի հետ, որտեվ լավ էր հասկանում Ադամը ամեն ինչ։ Նաև զրուցում էր Ադամի հետ։ Եվ որևէ ուրիշ շփման, ուրիշ խոսքի կարիք չկար։ Վայելում էր Տիրոջ ներկայությունը Ադամը դրախտում։ Աստված ասել էր բոլոր պտուղներից կարող ես ճաշակել, այս պահից մի ճաշակիր։ Թռչուններին, կենդանիներին անուններ դրել էր Ադամը, այսինքն վայելում էր Տիրոջ ներկայությունը եւ դրա մեջ գեղեցիկ վայելք կար։ Համերաշխություն, համապատասխանություն կար Տիրոջ ներկայությունը վայելը։ Բայց մի պահ եկավ Ադամը սկսեց չլսել ականջներով։ Աստծո ձայնը չլսեց։ Սկզբում Եվան իհարկե Աստծո ականջները, իր ականջները փակեց Աստծո ձայնից, օձի ձայնին լսեցին, եւ ականջով չլսեցին, սկսեցին թիկունքով լսել։ Այսինքն, երբ որ Աստծո պատվյան հետ դու խախտում ես, արդեն պատիժն է գալիս։ Ինչպես պատժվեցին։ Նախ դրախտից վտարվեցին։ 600 տարի, 630 տարի Ադամը ապաշխարեց երկրի վրա, 930 տարի Ադամը ապաշխարեց երկրի վրա, 6000 տարի էլ դժոխքում ապաշխարեց, մինչև որ Քրիստոս եկավ եւ ազատագրեց Ադամին դժոխքից հանեց։ Հիմա, եթե մենք ուզում ենք թիկունքով չլսել, ապա ականջներով պետք է լսենք։ Ինչպես ենք մենք լսում։ Աստծո խոսքով, մենք Ադամի նման չենք կարող բացահայտ Աստծո հետ զրուցել։ Մենք Սուրբ Գիրք պետք է ընթերցենք, Աստծո պատվիրանները ճանաչենք եւ հենց Աստծո խոսքը, Աստծո խոսքից պետք է լսենք։ Սուրբ Գիրքը Աստծո խոսքն է, որ կենդանացնում է մեր հոգին։ Մեր Տերը Ավետարանում ասում է. մարդը միայն հացով չի ապրում, այլ Աստծո խոսքով։ Հացը մարմինն է կերակրում, Աստծո խոսքը հոգին է կերակրում։ Եվ եթե մարմնի առողջության, մարմնի գոյատևման համար անհրաժեշտ է հացը, ապա հոգու փրկության համար անհրաժեշտ է Աստծո խոսքը։ Մենք Աստծո խոսքը պետք է լսենք, եւ երբ լսենք ու ամենակարևորը կատարենք, ապա ուղիղ ու հարթ պետք է լինի մեր ճանապարհը։ Չեմ ասում, թե փորձություններ, նեղություններ, դժվարություններ չեն լինի։ Կլինեն։ Քրիստոսին եղան, մեզ էլ պետք է լինեն։ Եվ Պողոս առաքյալն ասում է, ով Աստված պաշտության մեջ է, նեղությունների ու դժվարություններ պետք է կրի, որտեղ Աստված պաշտությունը նեղ եւ անձուկ ճանապարհն է, որ տանում է դեպի երկինք։ Լայն ընդարձակ ճանապարհը տանում է դեպի դժոխք եւ շատերն են գնում այդ ճանապարհը։ Շատ քչերն են գնում նեղ եւ անձուկ ճանապարհ, որ տանում է դեպի երկինք։ Կածանը, որ լեռների արանքներով, դժվարություններով հասնում ես, բայց գնում ես սարիգագաթ, այդպես էլ նեղ եւ անձուկ է ճանապարհը, որ դեպի երկինք է տանում, դեպի հավիտենականություն է տանում։ Եվ եթե մենք ընտրում ենք այս նեղ եւ անձուկ ճանապարհը, սիրով, այն մեզ համար լայն է դառնում։ Ինչու է լայն դառնում։ Դե մեր հոգին սկսում է ապրել։ Մենք սկսում ենք ուրախ լինել։ Մենք մեր կոչման մեջ ենք, երջանիկ ենք, խաղաղ ենք, ուրախ ենք, որտեղ բարին ենք գործում եւ բարու համար հալածվում ենք։ Այդ պատճառով է Քրիստոս ասում. «Եղան նրանց, ովքեր հալածվում են»։ Այսինքն, եթե դու բարին ես գործում եւ հասել ես հալածանքի աստիճանի, որ այդ բարու համար հալածում ես,
ուրեմն դու տես ինչ երջանկություն ես վայելում։ Քո կյանքի իմաստը գտել ես դու։ Հանուն Աստծո հալածվում ես։ Ավելի մեծ երջանկություն չկա։ Վերջում մարդիկ բոլորն էլ այս աշխարհում ինչ որ մի բանի համար ապրում են եւ այս աշխարհից գնում են ինչ որ մի բանի համար մահանալով վերջակետը։ Պատկի ասում ես դու ամենալավ բանի համար ես ապրել, ճշմարտության համար ես ապրել ու հասել ես այդ ճշմարտության ու այդ ճշմարտության համար հալածում ես, Քրիստոսին ես նմանում, Քրիստոս էլ ճշմարտությունն էր եւ խաչվեց հանուն ճշմարտության։ Տեսեք ինչքան գեղեցիկ երջանկություն է, իրականում քո ճանապարհը լայն է, նեղը, բայց լայն է, որովհետև դու ապրում ես, դու չես գոյատևում, բայց ցավոք սրտի երբեմն մենք ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում ենք, չենք գնում ընդարձակ ճանապարհ, նեղ ճանապարհը, որ դեպի եկինք, այլ լայն ճանապարհ, իսկ լայն ճանապարհով երբ որ դու գնում ես, վտանգներ ինչքան ուզես կան, ոչ ոք սարի կածանի վրա ական չի դնի, որտեվ այնտեղ չես էլ կարա ժայռերը քանդես, ական տնես, բայց դաշտավայրի ճանապարհների վրա ինչքան թակարդ ասես կա, ինչքան ական ացես կա, ու մեղքի թակարդներն են դրանք, ականներն են, որ թաքնված են, մենք չենք տեսնում, ընկնում ենք, տրաքում ենք, որ ենք լսում, չենք լսում ականջով, թիկունքով ենք լսում, Աստծո պատվյանը չենք կատարում, պատժվում ենք, եթե այս կյանքում պատժվում ենք, լավ է, շահեցինք, և եթե ուղղվում ենք, շտկվում ենք, եթե այս կյանքում չենք պատժվում, այնտեղ ենք պատժվում, դա սա առավելի սարսափելի է, դժոխքի տանջանքն է, քան թե այս երկրավոր մարմնավոր կյանքի ժամանակավոր պատիժները, նա այնտեղ հավիտենական է, այստեղ ժամանակավոր, ուրեմն մենք պետք է ընտրենք նեղ և անձուկ ճանապարհը, մենք մեր ականջները, մեր հոգու աչքերը, մեր հոգու ականջները լավ պիտի բացենք, Աստծո խոսքը պիտի լսենք և ամենակարևորը սրտի մեջ ընդունենք և պահենք, ստեպ, արագ լսենք Աստծո խոսքը և արագ էլ կատարենք, որպեսզի այնպես չպատահի, որ ականջներով չլսենք, պատժվենք, թիկունքով լսենք։